Ողջույն հարգելի հետևորդներ, կներկայացնեմ, թե ինչպես պահպանել մազերի գեղեցիկ և խնամված տեսքը։ Հատկապես կանայք շատ կարևորություն են տալիս մազերի լավ տեսքին, քանի որ մազերը կնոջ լավագույն զարդն են։ Մազերի վիճակը կախված է գլխի մաշկի խնամքից, քանի որ դրանում է տեղադրված մազերի արմատները, այսինքն կենտրոնի մասը։ Գլխի մաշկի և նաև մազերի վիճակը կախված է նաև մարդու ընդհանուր առողջական վիճակից։ Այդ պատճառով է, որ երիտասարդ կնոջ մազերը խիտ են, փայլուն, գեղեցիկ, իսկ մեծահասակ հիվանդ մարդկանց մազերը փշրվող են և անփայլ։ Մազերի բնույթը, այսինքն կազմվածքը, հաստությունը, ուղիղ կամ գանգուր լինելը և նաև գույնը հիմնականում ժառանգական են։ Գեղեցիկ մազեր ունենալու համար կարևոր է նաև շամպունի, սանրի, խոզանակի ճիշտ ընտրությունը։ Որպեսզի գլխամաշկը և մազերը առողջ լինեն, պետք է կանոնավոր լվանալ և հետևել առողջ սննդակարգի։ Մազերի որակի համար կարևոր է հաճախակի սանրելը։ Լավ խոզանակը մերսում է գլխամաշկը, ակտիվացնում արյան շրջանառությունը, նպաստելով մազերի աճին և որակին։ Սովորություն դարձրեք քնելուց առաջ մազերը սանրեք ամեն կողմից 5 րոպե տևողությամբ։ Լվանալիս մատներով եռանդուն տրորելու միջոցով մերսվում է գլխամաշկը։ Տաք ջուրը ոչ միայն լվանում է, այլև լայնացնում է մաշկի արյան անոթները, ուժեղացնում արյան հոսքը, դրանով լավացնում մազերի աճը և սնուցումը։ Եթե հնարավոր է, երբեմն մազերը չորացրեք սենյակային ջերմաստիճանում փափուկ սրբիչով։ Չորացուցիչով արագ չորացնելը և գեղեցիկ սանրվածք ստանալը հեշտ է և հարմար, բայց շատ տաք ջերմությունը չորացնում է մազերը։ Երբեմն մազերը վնասվում են հաճախակի ներկելուց, հարկավոր է ուշադիր լինել ներկերի ճիշտ ընտրության ժամանակ։ Ժամանակ առ ժամանակ կարելի է սնուցող խնամք անել մազերի համար։ Այս սնուցող նյութերի կանոնավոր օգտագործումը կարող է կանխել մազաթափությունը, անցկացնել թեփը և ապահովել լավ որակ։ Ներկայացնում եմ մի քանի տարբերակներ մազերի խնամքի համար։ Հավասար չափով կիրճակի յուղը և ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք մազերին, լավ մերսելով գլխամաշկը։ Մոտ 2 րոպե սանրեք բոլոր ուղղություններով, որպեսզի յուղը տարածվի հավասար։ Հետո գլուխը ծածկեք պոլիէթիլենային գլխարկով և փաթաթեք սրբիչով տաքանալու համար։ 1 ժամ հետո լվացեք առատ ջրով։ Շատ է օգնում թեփի դեպքում և փափկացնում է չոր մազերը։ Իսկ մազերին փայլ տալու համար կարելի է մազերը լվանալուց հետո ցայել քացախաչերով, որի համար 2 ճաշի գդալ քացախը պետք է խառնել 1 լիտր ջրին։ Մազաթափությունը կանխելու և մազերի աճը խտանելու համար վերցնել 10 հատ մեխակ, մանացնել, լցնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի մեջ, թողնել 12 ժամ և քսել մազարմատներին։ 1 ժամից հետո կարելի է լվանալ։ 7 օր քսելուց հետո մազաթափությունը կդադարի։ Վերցրեք 10 թափնու տերև, 10 մեխակ, 1 թեյի գդալ խնգունի, խնգունին դա ռոզմարինն է, և բոլորը թրմեք կես լիտր եռացրած ջրի մեջ 1 օր։ Հետո քամեք և ջուրը քսեք մազերին, հատկապես մազարմատներին։ Դրեք պոլիէթիլենային գլխարկը, սպասեք մոտ կես ժամ, հետո լվացեք։ Կանոնավոր օգտագործման դեպքում կնկատեք, թե ինչպես են ձեր մազերը փարթամ աճում և գեղեցկանում։ Վերցրեք 1 ճաշի գդալ բրինձ, 1 թեյի գդալ մեխակ, լցրեք 1 բաժակ ջրի մեջ և 10 րոպե քամեք և ստացված հեղուկը քսեք մազերին ու գլխամաշկին, թողնելով 1 ժամ, հետո լվացեք առատ ջրով։ Այս սնուցիչ խառնուրդները կարող եք 2 շաբաթ պահել սառնարանում։ Օգտագործելուց առաջ թեթևակի տաքացրեք, որպեսզի ավելի հաճելի լինի գլխամաշկին քսելիս։ Օգտագործեք այս սնուցիչ խառնուրդները և ձեր մազերը կունենան առողջ, փայլուն և գեղեցիկ տեսք։ Կարծում եմ իմ հաղորդումը օգտակար եղավ ձեզ համար։ Ցանկալի է, որ գրեք մեկնաբանություններ, բաժանորդագրվեք և տարածեք, որպեսզի հասանելի լինի շատ մարդկանց։ Եղեք առողջ, խնամված և գեղեցիկ, սիրելիներս։